Քուկու, բարև ձեզ իմ սիրելի ժողովուրդ ջան, ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, ես պարտավորված եմ դուրս գալիս, թե չէ ես տանից դուրս չէի գայս եղանակին, մեր մոտ ամսի 30-ն է այսօր և մեզ մնացել է մեկ օր, որպեսզի 25 թվականը ուրախությամբ ճանապարհենք։ Գիտեք ինչ սիրելիներս, ես ձեզ շնորհավորանքներս կուղարկեմ անպայման, այս բլոգը որ դուրս կգա, արդեն 26 թվականին դուրս կգա այս բլոգը, բայց գիտեք եւս մեկ անգամ ուզում եմ ձեզ մի բան ասել, ուզում եմ ձեզ ասեմ, որ մենք յուրաքանչյուր թիվ որ անցնում է, մենք միայն եւ միայն հիշում ենք լավը։ Ես չգիտեմ ոնց, ինչ, երևի մեր ուղեղից դա դուրս է գալիս այդ վատը եւ մենք տեսնում ենք միայն լավը։ Իհարկե լավատես մարդիկ ինձ թվում է։ Դրա համար ես հիմա արդեն 26 թվականն է, երեխեք ջան, հուսով եմ, որ ամեն ինչ լավ է անցել ձեր մոտ, որ դուք ուրախ զվարթ նշել եք ձեր նոր տարին եւ ձեր ընտանիքով, ձեր հարազատներով։ Կապ չունի թե սեղանին սև խավիար է, կապ չունի թե սեղանին սմբուկի խավիար է, կապ չունի սեղանին մրգեր ու անանասներ եւ այլն չկան։ Կարևորը մարդու հոգին մեծ լինի եւ կարևորը մարդը մեկը մեկին հրավիրի իր տուն եւ գան եւ սեղան նստեն ուրախանան։ Երեք ես իմ ընկերուհի Օֆելիայի հետ խոսում էի հեռախոսով, ասում ենք երնեք, Օֆոն ասում է, Օֆելիան իմ ընկերուհին ասում է, որ ես գալիս էի պարապմունքից, տեսնում էի լիքը կոշիկներ կար միջանցքում, նենց է ուրախանում, որ մեր գյուղից ժողովուրդը մարդիկ էին եկել մեր տուն, մենք էլ էինք ուրախանում, երեխեք շատ էինք ուրախանում։ Գիտեք ինչ, ամենակարևորը որն է այս կյանքում, որ լավ հիշողություններ ունենանք, հիշենք լավը, ընկալենք լավը, ընդունենք լավը։ Բարելույս սիրելիներս, բարելույս բոլորիդ, բարելույս իմ հայ ժողովուրդ, այսօր մեր մոտ ամսի 31-ն է և նայեք մեր հրաշալի եղանակը, ամբողջը սպիտակ, ձյուն չի սա, -3, -4 է մեր մոտ, մեր մոտ առավոտ է և ես պատրաստում եմ նախաճաշի, երեխեք ես ինչ սուրտ է, և ինչպես ձեզ ասեցի սիրելիներս, ձեզ մեծ սյուրպրիզ է այսօր սպասում, այո, թե ինչ, ոնց, կտեսնեք, բոլորդ սպասում եք, անհամբեր սպասում եք, թե Անահիտը ուր է գնալու այսօր, դե ինչ, ձեզ ցանկանում եմ բարի օր, ցանկանում եմ հրաշալի, ուրախոր, քանի որ այսօր ամսի 31-ն է, բոլորդ արդեն ձեր խոհանոցներում առավոտյան արթնացել եք և ամենակարևորը գալիք նոր տարին շնորհավոր ձեր բոլորիդ։ Սիրելիներս, կուկու, Անահիտի փոքրիկ չամադանչիկը, ասեցի չէ, մենք գնում ենք տեղ։ Ես ու մաման, հետո Սերժը մեզ միանալու է, թե ուր են գնում, կուդա իդյում, կտեսնենք և բոլորիդ համար շատ հետաքրքիր վլոգ է սպասում։ Ժողովուրդ ջան, հիմա ես հակա այս ժիլետը, որովհետև դուրսը -3 աստիճան, գնա մայրիկին կանչեմ, Մայրիկ, ես պատրաստ եմ։ Մայրիկը ինձ ասեց Անահիտ, մեկին դուրս գանք, բայց դեռ նա պատրաստ չի։ Հիմա ես մտածում եմ գոտիս կապեմ, թե թողնեմ մեքենայի մեջ, մարդ ես կարող է, նիզնայ։ Հիմա գլխարկը բայց ինչի դրեցի, եթե ես գարաժից եմ դուրս գալ, երեխեք որ գլուխս մի քիչ սաղում է, թողու փախի։ Դուրսը արև և մարոս, հիմա սա գնում է, ավտո տնակ, ուրեմն վերարկուները վերցել եմ, մի վագոն մեքենայի մեջ վերարկուները, չգիտեի, որ հակներ ասեցել, միկա մեքենայով են գնում, մատա
եմ մոռացել։ Սիրելիներս, սաթիկ տատիկը դուրս եկավ։ Ինչ ժամը 12 Հա, կա։ Այդպես է գիտե երեխեք սումքեր էր մանգալի։ Գնացի սումքեն վերցեցի, ասեցի հաստատ սումքեր ա մանգալի։ Բայց դու չլսեցի, որ ես մտաներս։ Գեղեցիկ վերարկուն ահաքի։ О, какая красавица, моя дорогая։ Մի վարքյա։ Ահա սիրելիներս, ձեր սաթիկ տատիկը հակել է իր վերարկուն նվեր, բայց կուրտկանել է վերցել, որտեղ սենց մեքենայի մեջ կնստի էլի որպես ժակետ։ Կարճը պալտո ոչ կա, լիովը կարճը։ Կոչում է կաբա, մամ, կաբա են ասում ֆրանսիացի, կաբան էլի։ Սիրելիներս մենք դուրս եկանք։ Ես բոլորիդ ասել էի, որ ես ունեմ սյուրպրիզ, մենք չենք ասի մինչև էր թե ուր են գնում, բոլորիդ երկար սպասված վլոգ է լինելու սա, ես ու մայրիկը հիմա գնում ենք, Սերժը հետո վաղն է գալու միանա մեզ, մենք մի օր շուտ ենք գնում, որտեղ ինքը գործեր ուներ, եւ մեր մոտ բավականին հրաշալի եղանակ, սպիտակ դյուն է, դյուն չի էլի, բանը, մամի չեք ասում, Ղրաբը, Ղրաբ, այսօր Էլմիրը ուրիշ բան Էլմիր ուրիշ բան ասես, Ղարաբաղցիք ուրիշ բան են ասում Չենք հայկական Եղիամ բայց մենք Ղրաբ ենք ասում Էտա, հիմա ամուսինս էր ինձ անգել այսօր, Սերգեյ, մի քիչ ռուսերեն մտավ, խոսաց հետո մենակ մի բան հասկացա, ֆրանսերեն խոսած ռուսերեն, վերջում ասեց Սոլեյ Տեղից հասկացա, որ հարցնում ատեղ ձեր մոտ արև կա, տանը մոտերը արև կա, ինքը մի ուրիշ տեղ է գնացել, ընկերոջն ա օգնում, ասեց մեր մոտ աբսոլյուման արև չկա, բայց մեր մոտ առավոտվանից պրոժեկտ արև։ Լավ, լետնի ես հակել։ Լետնի, բուրտը անգորա է, մամ։ Բայց թե ոչ կուրտ կա, ոչ բան։ Ես այսօր առաջին անգամ, այսօր դեկտեմբերի 31-ն է, առաջին անգամ բոթասներից մեջ բոթասներից հագնում եմ միշտ ոտաբոբիկ, այսօր նասկ եմ հագել, որովհետև ցուրտ է։ Ուրեմն դուրսը -0.5 աստիճան է սիրելիներ։ Առավոտ -3 էր, հետո տարավ 1 Հիմա -0 է, 0.5, 0.5։ Մի խոսքով Աստված մեր այնտեղ որտեղ գնում ենք, այնտեղ ավելի տաք է։ Մի հատ նայեք ձեր արկածային Անահիտի մեքենայի բագաժնիկը բաց է։ Ով է տենց բան տեսել, ես չէի նկատել։ Ճանապարհին կանգնացրեցի մեքենան, զգում էի, որ ցուրտ էր գալիս, սա էլ ձեր Անահիտի արկածները։ Եվ կանգնեցի, զգում էի ինչ-որ մի բան են չէր, ձայնը։ Մամային ասեցի, մամ, դու չես զգում, չէիր զգում, որ մեր մոտ քամի էր դրսից։ Պարզվում է, որ պայուսակի այդ կանթը դուրս էր մնացել ու ընթացքում մեքենայի բագաժնիկը բացվել էր, դա միայն կարող է լինել ձեր Անահիտի հետ։ Նայեք, տեսեք, այս հրաշալի տեսարանը, մեր մոտ սպիտակ, մառախուղ, բայց մի քիչ հետո արդեն արև։ Ահա թե ես որտեղ եմ սիրելիներս, ձեր սյուրպրիզը, նայեք, տեսեք, մենք որտեղ ենք անցկացնելու մեր նոր տարին։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ոչինչ մեռնեմ։ Վա, ահա թե որտեղ եւ ինչ ոնց սիրելիներս։ Վայ, ստաց արդեն։ Սուսան ջան, սյուրպրիզ է արի ժողովրդին։ Ոտներս խերով լինի քո տանը, հենց հրաշք։ Հա, քեզ էլ։ Սուս ջան, մի հատ էս պահի ձերս ջղայնացած եմ ահա որ Սերժի վրա։ Օ լալա, նայեք տեսեք երեխեք գեղեցկություն։ Տեսեք ինչ ժողովուրդ, իմ Էս ինչ սիրուն ձև, Սուսանի տունը տեսել են։ Ամենաս հասարակն է, լավ։ Ես աշխատանք չեմ կատարել շատ։ Դու չես կատարել աշխատանք։ Այ, տեսնենք մի հատ ժողովուրդ ջան, մի հատ տեսնենք հələ։ Դեռ ժողովուրդը չեն եկել։ Հա, չեն եկել ժողովուրդը։ Էս ինչ լավն է դու ես գործես։ Նայեք ժողովուրդը, հələ նայեք այս աշխատանքը։ Էս էլ ես դու գործել պենդեպիսը, շելկունչիկը։ Երեխեք հրաշք կա, հրաշք։ Անայ վերստեղ ասել։ Յուրաքանչյուր աշխատանքը, այս գործվածքը, տեսեք այստեղ
Էս ինքը լրիվ ինքն է գործել։ Լրիվ լստեղ Գլխարկներով, ձերքերով, շարֆերով։ Ձերքնոսները Դավիթի, վայ Դավիթի զանգում էր ուժեղ նավիգատորի։ Սուսան ինչ էիր ասում քրեշի համար։ Նայեք, տեսեք հրեշտակը, երեխեք, սա լրիվ ձերքի աշխատանք ինքն է գործել։ Ուղղակի հրաշք է, լսեք, հրաշք։ Հələ ստեղ նայեք։ Հրաշք է, երեխեք։ Բոլոր ձերքի աշխատանք, ձերքով, ժակետներով, գլխարկներով։ Մի հրաշք, երեխեք, հրաշք։ Ես չգիտեմ որտեղից սկսեմ, հələ մի հատ էս ձմեր ձունը նայեք։ Հիշում եք մենք իմ տարիքի կանայք կհիշեն, մենք սենց գրքեր ունեինք, կարդում էինք։ Տատիկը լվացքա։ Լվացքի շպիլկաները։ Պատկերացնում Արանը եք։ լվացքի։ Սուսան, էսի լիներ մեր երեխա ժամանակ էլ Բայց դու ինչքան։ գիտես երեք գրիքորն եկել էր։ Հա։ Ամբողջ ժամանակ ինքս տեղից դուրս չէի։ Լուրջ ես ասում։ Բոլորին տեղափոխեց, Ահա։ դրեց այս Հա, ձյունը հա, հա։ այդ կրիշը ինքնադրել։ Լավ է։ Ասես նենց անեմ որ ձյուն գամ, այն ինչ խաղաց իրան թված ինքը մտել է այդ։ Լուրջ ես ասում, էս լավ էր խաղ։ երեխեք Այդ հրաշք է։ ձմեր պապնել եմ գործել։ Մարուժնի բաղբաղակի փայտիկներով եմ սարքել։ Սրանք շպիլկեկով փայտից կրիշը։ Այդ պատկերացնում, հրեշտակն է դիմացը նստած երեխեք։ Սպասեք, ինչ եմ ես մոտիկ ասում, սենց մոտիկ ասնեմ։ Նայեք, տեսեք երեխեք, ամբողջ այս քխեշը Սուսան հայերեն ո՞նց եմ ասում։ Մսուրը, Մսուրը, հա։ գոմի մսուրը, մսուրն է։ այնտեղ որտեղ որ կենթանիները, չէ՞, ասենք պահում են, ծնվում են, Հիսուսին դրել են։ Նայեք երեխեք, քանի որ այս տարի ձիու տարին է, նայեք, տեսեք սկուտերի վրա։ Այսինքն իմ դեկաբրիստն է, սրանք միայն դեկտեմբեր ամսին են այս ծաղիկները Իմ բացում։ սիրելի ծաղիկներն են։ Արդեն 5-6 տարի ունեմ, ինքը ամբողջ ամառ կանաչ է, Ահա։ դեկտեմբերին արդեն սկսում են բացվել։ Մալացեց։ Ես էլ կակտուսների սա։ Ես թիկերնիկները բերանա եկել։ Հա, այդ դրանք էլ քնում են գիշերը, փակվում են, առավոտ Նրանց թագում են, կշերը կա։ Նրանք ովքեր սիրում եք սենց ծաղիկներ, ես շատ սիրում եմ նայել, բայց եթե ես սա իմ տունը լիներ, 2 րոպե, հետո դառնում էր սև։ Դա էլ է տաղան։ Սուսան, ես լույսը ուղիղ աշկերիս է անգնում։ Այն պրոժեկտը։ Ժողովուրդ ջան, այս Սուսանի փոքրիկ խոհանոցում կատարվում են հրաշքներ։ Եվ հələ նայեք, տեսեք օրգասիան, բայց դու կմրսես այդպես դուրսուներ սանելուց։ Նայեք երեխեք ջան, հələ ստեղ նայեք, թթունա դե էս ինչ լավն է, թթունա։ Հա, ինձ դրանց թթունա։ Պասուստորմայի թթուներ են։ Սալատա։ Բազուկը։ Միկադոն։ Մայրիկ։ Պասուստորմեն։ Ես սա եմ ուտել, վախ, ես ինչ լավն է։ Երեխեք սիրած բանն է։ Սուսան սառնամանիք է գարաժը։ Ահա, մամ ջան, վերդիկտ։ Ահա։ Ալող, մամ, համը։ Ինչպես է համը։ Հոյակապը։ Տվեց Սուսան վերդիկտ, հոյակապ։ Երեխեք ստեղ նայեք, Սուսաննա, ինչ ես արի Սուս։ Հրիցնոր անել եմ անում։ Նայեք, տեսեք, ժողովուրդ, սա ուղակի հրաշք է։ Սրանք ես չավարաներն են։ Օլալա։ Նույնիսկ հացն եք թարում տելու։ Մալացեց։ Մայրը չկա։ Ինչ լավ է սեմուշկեն երեխեք։ Իմ ուրանում է անդա։ Դոգմեք մինչև Սուսանը ֆուրա տեսնի վրեն սետիշկա չկա։ Սուսան հրաշք է։ Ես էլ հացերը։ Լավն է։ Արտակարգ լսի, էցենց բան ես չէի պատկերացնի։ Վա։ Նայեք, ինչ եմ մտածել։ Հələ։ Ես գնել եմ, կտրտել Հələ։ եմ թվերը։ Մալացեց, աղջի։ Սուսան, հյուրերը երբ են գալի ժողովուրդը։ Ես ասել եմ ժամը 5-ին։ 5-ին։ Զանգեց ասեց քանիսին, հա, ասեցի 5-ին։ Եթե 5-ից ուշը գա, չենք ընդունում, 5-ից շուտ եք։ Դե լավ, որ գնամ ես մեքենան դատարկեմ, բերեմ իջացնեմ։ Հա, իմն էլ, շորերը։ Ես էլ տոնածառա, տեսար։ Ընտիրա, Սուսան, ընտիր։ Դրել եմ պլակաղում, որ Հա, ինքը տաք մնա։ Էբանա, սառը չսարի ու ինքն էլ հաստիճանաբար դեպ Ինչ ասեմ շնորհքդ կրկնապատկվի, Սուսան ջան, առողջ լինեք, ամուսինդ քո գլխիցդ անպակաս լինի, դու էլ ամուսնուդ, ղեժիսի, մեր ղեժիսի, մենք շատ ենք սիրում մեր ղեժիսին, ընտիրա։ Երեխեք ջան, առողջություն, միայն եւ միայն առողջություն, որ միշտ դուք Սուսաննային տեսնեք։
Ես հացով եմ մատանում։ Այո, շատ բուխանկայի Սուսաննան հիմա երեխեք նույն սոված են, ես մի հատ ստից մակարոն եմ կերել այսօր, դաժե էլ չէի ուզում ուտեի։ Սիրելիներս Սուսաննայի թուզը ինքը մենք ընդհանրապես այս թուզը կարակի մեջ ենք տապակում։ Սուսան, այս թուզը դու ես հավաքել։ Չէ, ձեր մեր թուզներ համային է, որ գնացել ենք ծով, այնտեղ եմ չորացրել։ Մալացես։ Տեսնեմ նա։ Վաա, նայ տեսեք նանուշից կոշիկները։ Ոնց ես քայլելու ես։ Սուսանին ասում, Սուսան, ինչպես ես կաբլուկները, ասում մենք երբ ենք այդպես կաբլուկ հակելու քաղաքի ամենաբոյովն ենք եղել։ Ավտոբուսի մեջ անգնում էինք, ծաղի գլուխն էինք տեսնում։ Էլի մի ասա, լսի։ Գնացի Վիլնյուս, Չարի, որ տենց մտա ավտոբուս, ես ինձ իջավ, ինձ թվաց Ես էլ։ մենակ մարդկանց մեջքերն են տեսնում, ասում ոնց, գլուխ չեմ տեսնում։ Ես էլ Սուսան։ Իմ աղջիկի մեջ կա։ Բայց Սուսան, դու գիտես, որ այսօրվա դրությամբ քաղաքում բոյով աղջիկներ կան, ասենք չկան, չէ, չկան, Սուսան, սաղ կոլոտացել է, ահա որ է կոլոտացել, ահա որ բան, էլ ոչ մեկ չեն նայում, ձեր առնեն, բան։ Սուսան, ոնց են բոյված, եթե պուլպուլակները ստեղից սա։ Հա, գիտեմ։ Մարդկանց մակարդակը փոխվել է, Այո։ Շատ, չտես։ Հիշում ես, որ Ուլիանա Սիմեոնովան եկել էր, խեղճ աղջիկը չէր կարողանում քայլել։ Ռուսաստանում տեսա։ Չէ, Մոսկվայում այնքան հանդիպեի չէր անստի ավտոբուս, մարդիկ նայել են ուղակի որպես Ուլիանա։ Իսկ սենց գալի ձեռ են տալի գոռում էին հետևից դինոզավր։ Ահա որ էր, ահա որ։ Հիմա Սուսաննայի տոլմաներ էր, երբ ջան։ Ուֆ, սա տերևողն է, իսկ սա կաղամբորն է, պասխավորն է։ Սան մատ լուսը կվարես։ Օ, բլինչիկը։ Սուսան ջան, այս ամբողջ մի հատը ինչ ասեմ։ Բանան։ Հեսա շապոնն է, երեխեք, այդ որ ասեցի ձեզ այդ բանը, ինչ են ասում, շապոնին, Սուսան, հավի կանախի բթած հավն է, սովորական հավին կերակրում են կաթով հաց։ Վերջին մի քանի ամիսը, որ արդեն պետք է մորթել, մենակ իրանք կաթ են ուտում, կաթով մեջ թաթախում են լավ տնական կաթի մեջ հացը ու կոչվում է շապոն դե լե, կաթնային շապոն։ Դրա այս ինքը հավն է, ուղղակի ես գիտեմ թե հավի ու դենդի խառնուրդն է, ջորի է, էլի։ Բայց շատ նուրբ է։ Երեխեք 4.5 կիլո, Սուսան։ Երեխեք ջան, բաստում են աղբերս ասարկել։ Կոմպոտներն աղջի ջան։ Թթուն Սուսաննա պատրաստել։ Ուրեմն բանը, այդ ինչ էի ուզում ասեի։ Հա, այդան էսի ուզեց, տանեմ ինտեղ։ Այդ էլ տանեմ, էլ ինչ կա տանելու, սա։ Ինչ լավ, այս գարաժը տե կա, թե չէ ինչ պիտի աներ Սուսան։ Սարնանի աստիճան։ Լրիվ Սարնանի աստիճան է երեխեք։ Այդան էս արի։ Ես եկել եմ դուրս որ հովանամ երեխեք, նենց շոքաներ, սա։ Ես սպասում եմ անհամբեր պիտի ուտեմ։ Պասուց տոլվեն, իմ սիրած բանն է։ Ստալիչնի սալադը։ Ինձ թվում է, մի քիչ տոլմա, երևի բլինչիկ բան չեմ ուտել, ամբողջ օրն էտա կերացնել ես։ Ու տորթերը։ Մեկ էլ երեխեք ջան, մոռացել էի ցույց տալ ձեզ, մենք ուտելու ենք այսօր սացիֆի։ Հիմա ես մի հատ ուզում եմ համ տեսեմ։ Արդեն սկսեցինք զարդարել մեր սեղանը, սիրելիներս։ Արդեն մենք սպասում ենք մեր հյուրերին, հակած, կապած, բայց մեր հյուրերը դեռ չկան, հեսա շուտով կգան, սեղանը արդեն դնում ենք, ամենակարևորը գիտեք երեխեք ջան, հավաքվել տարին մի 10 անգամ ամբողջ Գերդաստանով և ուրախանալ, որովհետև բոլորս ապրում ենք տարբեր տեղերում և հնարավոր չի ամեն օր տեսնենք։ Երևանում դա ավելի հեշտ է լինում, որովհետև բոլորս ապրում ենք նույն տեղում, իսկ Ֆրանսիան բավականին մեծ է, մեկն ապրում է հարավ, մեկը հյուսիս, մեկը կենտրոն, Ֆրանսիայի կենտրոնական մասում, դրա համար մենք աշխատում ենք գոնե տարվա մեջ մի 10 անգամ, 15 անգամ առիթներ ունենանք և հավաքվենք ծնունդ, կնունք, ինչ-որ պիկնիկ, նոր տարի, Սուրբ Ծնունդ։ Եվ գիտեք, ամենակարևորը դա է, պետք չէ սպասել միայն տխուր առիթներով հավաքվելու համար։ Կան շատերը, որ մենակ իրար հանդիպում են, երբ որ տխուր են լինում, պիտի առնվազն հանդիպենք ուրախ սեղանի շուրջ։
Սաղից շատ կյանք ես տեսել, շաղից շատ փոս ես տեսել, սաղից ջես։ Սաղի շատ նոր տարի ես տեսել։ Սաղից ես մեզի խորհուրդ տվել, այս օրվանությամբ դրա համար հասել ենք այս աստիճան։ Ներնում ստեղծագործանից։ Քո աստծո շնորհիվ։ Ներեմ ջանիդ, լավ լինես։ Երկար ապրես, ինչքան ապրես, այնքան մենք երեխա կզգանք մեզի, ինչքան գնես ես երկրագնդի վրա։ Դրա համար աշխատիշ երկար, ոնց որ Գրիգորն ասեց, Գրիգորը որոշել 10,000 տարի ապրի։ Հա, խոսքը ուժ ունի Գրիգոր, դու Մի քիչ նույնիսկ բալաջան։ Ոնց որ երևի Գրիգորի հետ իրարից ապրենք 10,000 տարի։ Իրար հանդիպեք։ Իրարից լավ գուլյա տարեք։ Դրա շատ համեստ։ քո կենացը։ Կենացդ մեռնեմ արևիդ։ Մամ ջան, կենացդ ցավը տանեմ, առողջ տեսնենք քեզ։ Մեր գլխից անպակաս լինես։ Մամ Լևոնը բան ուզում ասի։ Գիտես ամենակարևորը, գիտես որ ես ասեմ, որ չմոռանամ, ասում եմ։ ամենաշատ ապրում եք իմաստավորելու համար, ոչ թե անիմաստ։ Քեզ լավ եմ։ Խնդրում ես, Դու ես բայց լավ մեծից է ապրել։ խնդրում ես, Ջան կենացը, Շնորհավոր ձեր գալիք նորտարով։ Բոլորին առողջություն, երջանկություն, ամենալավն ու բարի թող բոլորի ընտանիքներում միայն խաղաղություն։ Ժողովուրդ ջան, նայեք տեսեք ով է եկել, Գրիգոր ջան, մի հատ ժողովրդին ինչ ես ասում։ Բարև մեռնեմ այդ բարձրաձայն խոսա։ Հիմա ինչ ես անում դու օրինակ ստեղ։ Սիրելիներս հեսա Գրիգորն է գալիս, դուրս եկա ստեղ, եկելա որ ես Սուսանիս հրաշալի վիլաժը գիտեք ինչ ասեց ես եմ սարքել։ Սուսանն ասում է երեք եկել էր ձյունը փոխում էր, բան իր գաղափարով ինքն է սարքել։ Հիմա եկավ, հեսա գալիս է, մի քիչ ուզում եմ խոսացնեմ, էլի, վերջը։ Գրիգոր ջան, քանի տարեկան ես դու մեռնեմ աչքեր։ 8 տարեկան։ Ոնց ես դպրոցում սովորում։ Լավն է սվիտերի վրա գրած է Merry Christmas։ Հələ հիմա ինձ բացատի դու ինչ ես արել որ ասեցիր երեք ես եմ սարքել, ո՞րն ես սարքելը ցույց տու մեռնեմ աչքեր։ Այստեղ բաները որ գեշ չլինի, ես եմ այսրակ դրել։ Մալադե ձյունն է, չէ՞ էտի, հա։ Ընկավ կուկլեն բալես։ Էլ ինչ ես փոփոխություն արել հետ։ Այն տանիք տանվրի ձյունն էլ ես դու արել։ Այն ընդեղին է։ Մալադեց։ Իսկ դուրդ գալիս է այդ վիլաժը։ Լավն է, չէ։ Հələ մի քիչ խոսա պատմի տենա միշկա չկա էլի։ Վախ, հələ պատմի տենամ դպրոցում ոնց ես սովորում, ընկերներ ունես, դու հայերեն լավ ես խոսում։ Շատ չես մոռանում, չէ՞ вообще։ Իսկ դպրոցում կա հայ ընկեր։ Չունեք։ Բա Լևոն ուներ, չէ՞ մի հատ հայ ընկեր։ Գնաց։ Հա։ Հետո ինչ կա, չկա, հələ պատմի մի քիչ էլի։ Երեկույր եք գնացել։ Հա։ Չէ, երեք չառաջորը։ Գնացնեիք Իսպանիա։ Այդտեղ էի գոշատեստի ծաղացել։ Ոյ։ Ինչ էիր անում։ Մենք այնտեղ մի ժամ խոսում ենք, դու չկաս, մեռնեմ սրտի թելերին։ Կյանքիս կտոր։ Հələ նայեք երեխեք ինչ է անում։ Ամբողջությամբ փոփոխել ես, հեչ բաներ տեղերը փոխել ես։ Որն ես փոխել օրինակ։ Հələ մի հատ ցույց։ Այ, չէի տեսել էսի Գրիգ։ Որը ձյուները։ Ոյ, մի քիչ նստեմ հետդ հանգստանամ, ախպերս։ Սիրելի ժողովուրդ, ձեր Անահիտը այնքան է կերել, չի կարողանում շնչի, ասել ջեմիկին սնչի, հələ արի մոտս, հələ արի մեռնեմ աչք, սնչի, արի, հələ արի կողքս, հələ արի մեռնեմ կյանքիդ, արի։ Շատ լավ, արի լստեղ, արի մոտս սրտիս կտոր, արի նստեմ հետ գիրկս, արի մեռնեմ կյանքիդ, օրնակ մատ պոչիկ։ Օխ, հələ մի հատ ինձ ասա Անահիտին, մյուս անգամ երբ եք գալի արձակուրդներին։ Չգիտեմ։ Մեզ կուզեմ գաք Լևոնի ծնունդին։ Ասեմ երբ եք գալու։ Սաթիկ տատիկի 90-ամյակին։ Պատկերացնում եք։ Մարտի 7-ը։ Կակրած դպրոցական արձակուրդներն է, չէ։ Չգիտեմ։ Գալու ես Անահիտի տուն։ Մի բան հարցեմ, դու ինչի՞ չես գնում ֆուտբոլի։ Ո՞նց է չգիտես, դու պիտի գնաս ֆուտբոլ խաղաս, շատ արագ ես վազում։ Սուսան ջան, ո՞նց ես։
Եվ մի երկու բառ եմ ուզում մեջբերում անել։ Ապրելու համար շատ բաներ կա, որ պիտի կարողանաս ապրես։ Մարդիկ պիտի ապրեն, բոլորս է գնացող ենք։ Մի անունի համար, մի գեղեցիկ հիշողություն թողեն, շրջապատի համար, իրանց երեխեքի համար, օրինակ իմ մեծ աղջիկն է, մյուսն է, երբեմն այդպիսի բաներ են հիշում, որ դաժե ես չեմ էլ հիշում, դա ինձ համարել եմ որպես պարտականություն, որպես ծնող, որպես մայր։ Ես ցանկանում եմ, որ բոլորդ օրինակ վերցնեք այնքան ծառայեք ձեր երեխեքի համար, ձեր ծնողի համար, ձեր հարևանի համար, բարեկամի համար, որ այդ գեղեցիկ հիշողությունը այսօրվա նման հավաքված կարողանան բաժակ վերցնել եւ մարդիկ ինչ ասեն, իրանց գեղեցիկ արտահայտությունը անեն, մեջբերումներ անեն։ Շնորհակալ եմ բոլոր այստեղ ովքեր նստած են, իմ ամենամոտ հարազատներն են, իմ գերդաստանն է։ Դուք եք ունենաք այսպիսի գերդաստան, թողներ ունենաք, ծորներ ունենաք, երջանիկ ապրեք։ Սաղ եք, շնորհակալ եմ բոլորիցը։ Ինչ ասեմ, ապրեք երկար, Հələ էլի լավ բաներ է այդ ինչ է, էսի անա սապոն կրեմ, լրիվ բիալագիստի է մամ։ Մամ ջան, այդ խուսը շատ լավն է, կտաս ինձ։ Շատ ուշքս կրնում այդ կանաչի համար։ Ահա եւ սիրելիներս մոտենում է արդեն ժամը 12-ը եւ մենք պատրաստվում ենք համտեսենք Սուսաննայի պատրաստած թխած հրաշալի խմորեղենները, սա այս փոքրիկ պոպոկներն իմ հարսիկն էր պատրաստել, Աննան եղբորս կինը եւ սպասում ենք ժամը 12-ը խփի եւ բարձրացնենք մեր բաժակները։ Իմ սիրելի ժողովուրդ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր նոր տարին։ Ցանկանում եմ առողջ լինեք, ցանկանում եմ երջանիկ լինեք, ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում միայն եւ միայն ուրախություն եւ համերաշխություն տիրի։ Իսկ մենք սիրելիներս այժմ պետք է համտեսենք Սուսաննայի այս հրաշալի խմորեղենները։ Ես ցանկանում եմ բոլորիս առողջություն, Սուսաննային էլ շնորհակալ ենք այս հրաշալի երեկոյի համար, որը այս տարի արեցինք իմ քրոջս տանը։ Մենք ամեն տարի անում ենք մեկի տանը։ Մի տարի եղբորս, մի տարի են մի քրոջս, մի տարի են մի քրոջս։ Դրա համար շատ երեխաներ ունենալը դա շատ լավ բան է։ Դե ինձ սիրելիներս, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ձեզ ասում պակա, պակա։ Շատ մեծ շկտրես ու մեծ այդ։ Տեսեք ժողովուրդ։ Տեսեք ժողովուրդ ջան, ինչ խմորեղենն է։ Էս էլ մալինա է սա մեջ։ Որի մեջ է սրա։ Էս Ես խմորեղեն շոկոլադ զուգահեռ։ Էս խմորի մեջտեղը Այս սա սրա վրա ավելի է։ Չէ, սա Դուբայն է, սա մուսովի շոկոլադը մալինայով, սա կլուբնիկա, լիմոնը մալինա է, սա մեջ է լիմոնի, սա լիմոնի մեջ է մալինա։ Էդի ես էի ամեն։ Բանը